կառուցվածքը այնպիսին է, որ մասնակիցներից մեկը հանրային սուբյեկտ է եւ իրավունքները սահմանափակված են բացառապես նրանով, ինչը նախատեսված է օրենքում, այսինքն ինչը գրված չի օրենքում, դրա իրավունք չունի։ 39-րդ հոդվածը հստակ գրել է ինչ կարող է դատախազը։ Ինչը գրված չի կարող է։ 39 հոդվածը ասում է հետևյալը, ներողություն։ 39 հոդվածը, երբ որ մենք դատախազն իրավունք ունի յազրություններ դատական վարույթի ընթացքում ապացույցների հետազոտման արդյունքում փոխելու մեղադրյալին վերագրող արարքի իրավական գնահատականը չկա, մինչև ապացույցների հետազոտումը, ապացույցների հետազոտումից առաջ, այստեղ չի գրված, մինչև խորհրդակցական սենյակ գնալը ուղիղ է գրված որ պոլիցիա։ Սա առաջին խնդիրն է, որ մենք գործազայնել ենք։ Եթե մենք օրենքի փոխվել է, ուրիշ օրենք ենք գործում, եթե այս օրենքը հակասահմանադրական է, համապատասխան գործիքը լրիվ ուրիշ է, նորից դիմաց սահմանադրական դատան։ Երկրորդ խնդիրը կա։ Ես չեմ ասել, որ դատախազը կարող է հոդվածը փոխել։ Ասել եմ ինքը չի կարող տեքստը փոխել։ Իրարից տարբեր բաներ են։ Չի կարող տեքստը փոխելը, դա չի նշանակում, որ կարող է հոդվածը փոխել։ Եվ եթե առանց տեքստը փոխելու հոդվածը փոխել չի լինում, ուրեմն դատախազը պետք է իրականում անել մի հատ իրավաչափ գործողություն, հրաժարվել մեղադրանքից։ Սա խնդիրը նրանում չի, էլի ով կհրաժարվի մեղադրանքից։ Եթե դատախազը տեսնում է, որ առանց տեքստը փոխելու չի կարող ուրիշ հոդված առաջադրի, եթե մենք տեսականորեն ընդունենք, որ սահմանադրական դատարանի որոշումը ուղղակիորեն կիրառում ենք ինչ-որ եղանակով, ինքը կարող ընդամենը հրաժարվել մեղադրանքից։ Եվ երրորդ կետը, վճռաբեկ դատարանը, եթե նույնիսկ ընդունենք, որ այդ 5 կարգավորումներն է գործում, դատարանին չի պարտավորեցրել փոխված տեքստը ընդունել եւ քննել։ Ասա հնարավորություն տվեք, տեսնենք կարողանում, թե չէ։ Եթե կարողանա այնպիսի փոփոխություն անել իրավունքների շրջանակներում, որի շրջանակներում գործը կկարողանանք շարունակենք, բայց փաստը հետևյալն է մնում։ Դատախազը ինքն է ընդունում նախորդ միջնորդությունը ներկայացնելով, որ առանց տեքստը փոխելու հնարավոր չէ հոդված փոխել։ Հետևաբար ինքը միա տեքստը փոխել, հոդվածը փոխել։ Վերել է դատարանը, ասել է չես կարող։ Վերադարձրել է, այն որում այդ վերադարձնելու կառուցակարգել չկար, իրականում պետք է այդ ժամանակն արժեր բրտնել։ Բայց վերադարձնելուց հետո հոդվածը մենակ փոխել։ Այդ մենակ փոխված հոդվածը կապ չունի վերևի տեքստի հետ։ Կապ չունի, իրար հետ ընդհանրապես կապ չունեցող երկու հոդվածներ են։ Այսինքն կարող է տակը լինել ոչ թե 309, կարող է ասենք 128, 345, իշտի բժշկ կարող գրել, որտեղ ոնց որ այս մեկը կապ չունի, մնացած բոլոր հոդվածները նույնպես կապ չեն ունենալու։ Հետևաբար դատարանը չունի պարտավորություն դա քննելու։ Սա է մեր ասածը, մեր արգումենտը նրանում է, որ դատարանը կքններ, եթե կլիներ մեղադրանք, բայց մենք չունենք մեղադրանք, մենք ունենք փաստաթուղթ, որը չի համապատասխանում մեղադրանքի ստանված պայմաններին։ Սա է, եթե մենք ի սկզբանե ենթադրվել է, որ ունենք մեղադրանք, որը չենք ունեցել, այս էլ հաջորդ խնդիրն է, որովհետև մենք երբևէ այսքան ժամանակ, նու բացի են բանի կտորով, էլի 311-ի կտորով, մենք մեղադրանք չենք ունեցել, որովհետև ունեցել ենք մի փաստաթուղթ, որտեղ ինչ-որ բան է նկարագրված եւ որակում չկա։ Հղումը արված եղել գոյություն չունեցող հոդվածի։ Երբևէ գոյություն չունեցած հոդվածի տեքստին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում գոյություն չունեցող մի հատ հոդված են հնարել դատախազությունում, դրա վրա հղում են արել, գործ են բերել դատարան, քննարկել են 5 տարի հետո պարզել են, որ այո, մենք ճիշտ ենք ասում, տենց այդ հոդված չի եղել, ընդհանրապես գոյություն չի ունեցել։ Հիմա դրա համար եմ ասում, այս մեր միջնորդության հիմքը ոչ թե նրանում, ասա ուզում եմ ֆիքսեմ ու ես ավարտեմ, ես չեմ պնդել, որ հոդվածը փոխելը թույլատրելի է, ինչ է փոխել պիտի քննարկենք, ասել եմ տեքստ փոխելն է անթույլատրելի։ Սա իրարից տարբերող արգումենտներ են, եւ այդ հոդված փոխելը թույլատրելին է եղել է երկրորդ արգումենտի մակարդակ, որտեղ ասել եմ գործող օրենսդրությունը այս բնում իրավունք չի տալիս, բայց եթե մենք նույնիսկ լայն մեկնաբանային փորձենք ինչ-որ ձևով կիրարկել սահմանադրական դատարանի որոշումը, այս փոխելը կարա տեղ ունենա միայն այն դեպքում, երբ որ ինքը կհամապատասխանի փոխված փաստաթուղթը մեղադրանքին առաջադրվող պահանջներին։ Եվ վերջին կետին անդրադառնամ, ուղղակի դրանից քննարկվեց պատվազորժուն դատարան, նայեք, անձեռնամխելիության հարցի ռեժիմը 311-ով քննարկվում է, երբ որ դատախազի վարույթում գտնվելու ժամանակ դատախազը խախտում անում։ Արտադատարանը այդ խախտումը կարձանագրի, երբ որ կհասնենք համապատասխան փուլին, երրորդ գործողությանը կարճելուն։ Խնդիրը հետևյալն է, այդ խախտումը տեղի է ունեցել ձեր վարույթում, տեղի է փորձարվում ունենալ, ասեմ ունեցել, ձեր վարույթում, որտեղ գործը հիմա ձեր վարույթում է, այլ դատախազի վարույթում չի։ Այսինքն խնդիրը այդ անձեռնամխելիության հարցին անդրադառնալը կլիներ, եթե դատախազի վարույթում խախտում լիներ,
Դրա համապատասխան փուլը կա։ Հիմա փորձը արվում է խախտումը հիմա իրականացնել, այսինքն նոր մեղադրանք առաջադրվել, ոչ թե հոդված փոխել, այլ հենց նոր մեղադրանք առաջադրվել, որտեղ այս պահին մեղադրանք չկա, ձեր առջև գտնվելու ժամանակ։ Եվ սա նույնպես հիմք է պատժամիջոցի դատարան, որ քանի որ դա հաղթահարված չի, վերվել է մեղադրանքի որոշում, դա նույնպես թույլ չտա։ Սա է մեր առարկությունների ինտեքսի, վերջի կտորը գրված չէ, որտեղ մեր վստահություն չէր վերաբերում պատգամավորական անձնամախելության մասով, բայց մնացածը էներ ինչ-որ ներկայացվեց։ Շնորհակալություն։ Դատարանը սերով կողմի կարծիքը նախ անդրադարձ կատարի անձկային բարձրացված հարցերի թե որ փուլում պետք է դատարանը անդրադառնա այդ հարցին, դատարանի կողմից կայացված որոշման մեջ հստակ նշել է հիմնավորվածության, անուչության հետ կապված հարցերին պետք է անդրադառնալ քրեական դատավարության 342-րդ հոդվածով սահմանված հարցի քննարկման ժամանակ, իսկ անձնախելության կապված հարցին 315-րդ հարցի դատարանի կողմից կայացված որոշման հետ կապվածների մեջ բերում, ինչ վերաբերում է դատարանը ինչի գործով քրեական դատավարության օրենսգրքի սահմանված կարգով է քննում, ամենաառաջին դատական նիստին, երբ որ ոչ բոլոր դատավարության մասնակիցներն էին ներկա, պարոն Գևորգյանի ապահովամիջոցի հետ կապված գործողությունների մասով հարց էին քննարկում, այն մեկնարկը, որ դատավոր Պետրոսյանի հարցում սկսվել է զույգ քրեական գործը։ Այդ ժամանակ դատարանը տվեց այդ մասով բարձրանում հիշեցման կարգով, եթե դատարանը 5 քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քններ այս քրեական գործը, ապա իր աշխատասենյակում դատաքննություն նշանակելու մասին որոշում պետք է կայացնել, ինչը անցումային դրույթների համաձայն գործող քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների ստացվել 2022 թվականի հուլիսի 1-ից հետո դատաքննություն